Աշից իրեն խոսքեր են փոխանցել եւ դուք այսօր ուզում եք նաեւ եթերով փոխանցել այդ խոսքերը Արսեն Թորոսյանի եւ մյուսներին։ Խնդրեմ նաեւ մի քանի թեմաներ եք առանձնացրել, որից նպատակահարմար եք գտնում։ Շնորհակալություն, ողջունում եմ ձեզ, իմ հայ ազգին, իմ ժողովրդին։ Ես այսօր ստիպված եմ այստեղ եկել, ստիպված ասելով հապճեպ եմ եկել մարդկանց պատասխան տալու, Արծրուն Հովհաննիսյանի մասին խոսալու, Արսեն Թորոսյանի մասին խոսալու, Հայկ Կոնջյանի մասին խոսալու եւ Վահե Ղալումյանի մասին խոսալու եւ ինչպես միշտ Աննա Հակոբյանի մասին խոսալու, կարճ անդրադառնամ այդ իրենց հայտարարություններին։ Ինչ եմ ուզում ասեմ Արծրուն Հովհաննիսյանի մասին, որ Արծրուն Հովհաննիսյանը փաստորեն փորձում էր զորայացնել մեր մարշալների, մեր հերոսների, մեր 600,000 հայի ներգրավվածությունը հայրենական մեծ պատերազմում, ովքեր որ իրենց կյանքը զոհաբերեցին, շուրջ 300,000 զոհ տվեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարելու համար։ Արծրուն Հովհաննիսյան, ես գիտես քեզ ինչ կարամ ասեմ, որ դու ընդամենը ստախոս կենթանի ես, որը որ ներդրված մարդ ես, որ 20 թվականի պատերազմում ոնց որ ներդրեցին քեզ պատերազմում, ստերով կերակրեցիր հաղթելու ենք ու տակտիկական նահանջ ես կատարում, բոլորին ասելով որ մենք կատարում ենք տակտիկական նահանջ, քո ձևով եմ արտահայտվում սա, բայց տակտիկական նահանջ էր, նորմալ փախուստ էր, նորմալ մարդիկ կային, որ ես ինքս եմ ականատես եղել, մարտի դաշտից ոնց են փախնում, բայց այսօր գեներալի ուսադիրները ուսերին ման են գալի որպես գեներալ։ Եվ դու այն ժամանակ, որ փոխգնդապետ էիր Արծրուն Հովհաննիսյան 20 թվականի պատերազմում, վաստակեցիր եւ արժանացար գնդապետի կոչում, քանի որ լավ կարողացար ստերով կերակրես հայ ժողովրդին, արժանացար Նիկոլի կողմից գնդապետի կոչման։ Եվ դու քո այսօր ստերով փորձում ես զորայացնել, փոշիացնել մեր հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, մեր այն մարշալների, գեներալների եւ այն հերոսների հաղթանակը, փառահեղ հաղթանակը փորձում ես զորայացնել, որ ինչա քեզ Նիկոլը խոստացել է գեներալի կոչում, ստանաս հերթական գեներալի կոչում։ Գոնե մարդեղի սուտ մի խոսի, հասկացան 20 թվականի պատերազմում սուտ խոսացիր։ Ժողովրդին կերակրեցիր քո ստերով, արժանացար գնդապետի կոչում, հիմա էլ սկսում ես Նիկոլի թելել, պարզապես պախարակելով զինված ուժերի անունը, գնդապետի կոչումը արժանազրկելու եւ զինվորական կոչումները արժանազրկելու համար ժողովրդի շրջանում։ Ես ամանչում եմ, դու ես գնդապետ զինվորական կոչում ստացել, ես եմ գնդապետ զինվորական կոչում ստացել։ Քո նմանները արժանի չեն գնդապետի կոչման, հիմա էլ արդեն գնդապետի կոչումը արդեն 2-3 տարի գնդապետես, ուզում ես գեներալ ստանաս, հիմա թրքահապատակ ղեկավարությունը քեզ ինչ ասում է, հակառուսական քարոզչություն կատարելու հանրային եթերում գլխավոր սուտասան Պետրոսի հետ միասին պատմվածքեր եք հորինում ժողովրդին կերակրելու Ստալինգրադի հաղթանակը մեզ համար դա այն հաղթանակը չէր։ Եթե մենք այնտեղ չհաղթենք, ապա Թուրքիան հետ էր գալու ֆաշիստական Գերմանիան Թուրքիան ազատագրի մեծ Հայաստան սարքի։ Գետինը գոնե մտի քո այդ գնդապետի ուսադներով, որ ուզում ես գեներալ ստանաս։ Ուզում ես գեներալ ստանաս, մնացած են գեներալները, ովքեր որ են 5 հոգին գեներալ ստացան, այն տեղական ծառայության մի հատ անմարդկային կենթանի կա, մի հատ Ստեփանյան կա կադրերի վարչության պետ կար, որ ամբողջ կյանքում սահմանում չծառայեցին, ստացան գեներալի կոչում, նույնն էլ դու ամբողջ կյանքումդ ով ես եղել, սահմանը մի օր չես ծառայել, սահմանում 1 ժամ չես ծառայել, Արծրուն Հովհաննիսյան, ով չգիտի հանրությունը, գոնե ես գիտեմ ձեր բոլորիդ անցյալը, պաշտպանության նախարարություն ովքեր որ կաք, հիմա գեներալ եք, գնդապետ եք, փոխգնդապետ եք, բոլորիդ անցյալը, բոլորիդ ճանապարհը ես լավ գիտեմ, դուք ով եք եղել, ինչ եք եղել։ Ավիացիայից 13 թե 14 թվականին եկել ես պաշտպանության նախարարություն, կադրերի վարչությունից տեղափոխվեցիր 20 թվականի պատերազմի որպես գլխավոր սուտասան ժողովրդին կերցնելով
ու հիմա տարել ես հրամանատարաշտաբային ֆակուլտետի ղեկավար Նիկոլից գեներալի կոչում ես մուրում։ Ես այսքանը կասեմ քո մասին, որ հարգի գնդապետի կոչումը, հարգեք բանակը, արժեզրկել եք բանակն էլ, արժեզրկել եք գնդապետի կոչումն էլ։ Մարդ եղեք մի քիչ, մի սուտ ստերով կերակրեք հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի մասին, Արսեն Թորոսյան, ես հատուկ եկել եմ քո համար, Տավուշից լիքը հազարավոր մարդկանց քֆուրներ են բերել քեզ համար, քո ընտանիքի համար։ Այն որ թիմ 1 ամբիոնից ելույթ ես ունենում, ասում ես ես ով որ ասում եմ մենք թուրք ենք, ես նրանց լավն էլ, նրանց մերն էլ։ Հիմա ես ասեմ տավուշցիների անունից։ Տավուշցիների անունից եմ ասում Արսեն Թորոսյան, որ քո լավն էլ, քո մերն էլ, քո ընտանիքն էլ, ով որ կարա ինձ, իմ ընտանիքին, իմ ժողովրդին կարողանա քֆուր անի։ Բայց դուք եք ասում մենք թուրք ենք։ Կարող է մենք ենք ասում թուրք ենք։ Դուք եք ասում որ թուրք հետ պետք է մենք ապրենք։ Դուք եք հայտարարում որ 300,000 թուրքը պարտադիր պետք է կա։ Հետ տվեք ձեր այդ հին առաջարկները, հին զեկույցները YouTube անալիքներում կա գրված, որ ոնց եք ուզում 300,000 թուրքը մտնի Հայաստան ապրելու։ Եթե 300,000 թուրքը մտնում է Հայաստան, ապա դուք եք թուրք եք, բայց բնականաբար թուրք եք, թուրք հետ պետք է ապրեք։ Ոչ թե թիմ 1 ամբիոնից ժողովրդին մի ողջ ժողովրդի քվուր ես անում։ Առանց մտածելու, դու էլ կոչում ես ազգային ժողովի պատգամավոր։ Քեզ մարդիկ ձայն են տվել, որ գնաս մարդկանց շահերը պահես, ոչ թե մարդկանց շահերին կապնես, մարդկանց վիրավորես։ Ես այդքան բանը կարամ քո մասին ասեմ։ Ու քեզ խորհուրդ կտամ Տավուշի մարզում չերևաս, որովհետև Տավուշում քեզ չեն ընդունելու։ Այդ մի քանի հազար մարդիկ, ովքեր որ քֆուր ես արել, ես քեզ զգուշացնում եմ դրա մասին, իմացի, որովհետև մարդիկ շատ վատ են զգացել քո այդ արտահայտությունից։ Եվ ոչ թե Տավուշից, այլ ամբողջ հայ ազգի գրեթե 90%-ը, դե 10%-ը ձերոնք եք, զոմբիներով եք համակարված։ Եվ շարունակելով խոսքս ուզում եմ ազգային ժողովից նորից ազգային ժողովի մասին խոսամ, որ ազգային ժողովը ոչ թե մարդիկ գնում են երկրի հարց են քննարկում, ժողովրդի հարցեր են լուծում, այլ վեր են ածում ռինգի, բոքսի տեղա ազգային ժողովը դարձել, մարդիկ զբաղված են ծեծկտոկով կամ էլ իրար հայհոյանքով կամ էլ չգիտեմ այլ ինչ որ մի բանով։ Մի հատ երկրի հարց, մի հատ ժողովրդի հարց չեք քննարկում։ Այն շահերը, որ պետքա ԿՊԱ-ականներին, թրկապատակ ղեկավարներին, այդ շահերն եք առաջ տանում։ Հայկ Կոնջորյան, քո մասին եմ ուզում խոսամ, որ ես պարզապես ցավ եմ ապրում, որ դու գնացել ես Շուշին ազատագրած, բոլոր պատերազմներում հաղթած գեներալ գնդապետի առաջ կաներ, Սերյան Օհանյանի առաջ, պարզապես Սերյան Օհանյանը այնքան բարի մարդ է, հանգիստ մարդ է, որ ինքը չի կարողանում քո նմանին, ոնց որ դու ես լկտիաբար կայնած այդ մարդու դեմը, քո նմանի բերանին մի հատ խփի, չի ուզում իջնի քո մակարդակին, ես ճանաչում եմ այդ մարդուն։ Գնացել ես ստոյկա ես կանգնել, տենց յանը դու բաքսոր տղա ես, ուժեղ տղա ես, կարաս Սերյան Օհանյանին կպնես։ Դու ով ես եղել, արա, ով ես եղել, բանակը մի ամիս չես ծառայել։ Եվ այսօր է գնացել ես ազգային ժողովում Շուշին ազատագրած հաղթական գեներալ գնդապետի դեմը կայնար, փորձում ես ձեր գցես կամ փորձում ես վիրավորես։ Դու այդքան տղա չես, այդքան չկաս։ Ես քեզ ասում եմ, Հայկոմ ջան, որ դու չկաս, որ գեներալ գնդապետի դեմը կայնես։ Ես որպես զինվորական եմ ասում, ես ինքս ամոթ եմ անում գեներալ գնդապետի իմ պատերազմում հաղթած գեներալ գնդապետին դեմը դու կարողանում եք տենց խոսակ։ Քանի որ ձեր տերն է այդքան ձեզ թույլ տվել։ Ձեր թրկահապատակ տերն են թույլ տվել ձեզ, որ դուք այդքան լկտիացել եք, այդքան հաբրգել եք, կարողանում եք գեներալ գնդապետի դեմը այդտենց խոսակ։ Բայց հենց այդ ազգային ժողովից դուրս գաք, այլ տեղել եք, տուզիկ շան նման կփախնեք այդ գեներալ գնդապետի դեմը։ Եվ այդ նույն օրն եմ ուզում անդրադառնամ, հենց այդ միջադեպից հետո Վահե Ղալումյան Տավուշեցի, որը որ ազգային
ժողովում նորից ելույթ ունենում, ասում է տնենք մնացել, տենց մի հատ ասացված կա, տաուշում են օգտագործում, քանի որ մենք ՔՊԱ-ներով ենք մնացել, այսինքն ՔՊԱ-ներով ենք թուրք թրկահապատակներով ենք մնացել ու անդրադառնում է մարդկանց Արցախից փախնելու եւ Արցախում հարստություններ ունենալու համար կամ Արցախը հանձնելու համար։ Արցախը հանձնելու մեղավորը դուք եք։ Թիվ 1 մեղավորը դուք եք եւ ձեր թրկահապատակ ղեկավարն է։ Երբ որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում 30 տարի Ադրբեջանը փորձել է Արցախը վերցնի։ 30 տարի Արցախը պաշտպանվել է։ Թե ոնց է պաշտպանվել։ Ոնց են պաշտպանել նախկին ղեկավարները։ Դուք գցելով նախկին ղեկավարների վրա, բայց մարդիկ պաշտպանել են։ Թուրքը վախեցել է։ Մի անգամ փորձեց 2016 թվականի ոտնձգություն անի, բայց բերանին կերավ։ Չոքել էր Ալիևը, մուրում էր պատերազմը դադարեցնեն, որպեսզի մեր հայերը 2016 թվականի մեր բանակը առաջ չգնա։ Հակահարձակողական օպերացիաները ձախողվեցին։ Այսինքն ռուսները խնդրեցին, որ դադարեցնենք։ Դադարեցրինք այդ ամեն ինչը։ Բայց դուք Արցախը պատնոցի վրա մատուցեցիք Ալիևին։ Եվ այսօր եկել եք խոսում եք մարդկանց վրա ուզում եք ցեղ շպրտեք։ Դուք եք Արցախը հանձնել։ Դա բոլորս գիտենք, հայ ազգը գիտի, որ ինչ եկել եք դուք ստերից ստում եք, ժողովրդին խաբում եք։ Ու ժողովուրդ ջան, իմացեք, այս թրկահապատակ ղեկավարությունը, երբ որ 2012 թվականին 2018 թվականին եկան իշխանության, առաջի իսկ օրվանից խաբել են մեզ։ Խաբել են մինչև հիմա խաբելով գնում են։ Եվ գիշեք 2019 թվականին մարդիկ գերբի մասին էին խոսում։ Ես սուտ չեմ խոսում։ Կարող ենք նայենք YouTube-ան իրենց ալիքները։ Գերբի մասին խոսում էին։ Եվ այսօր Ալիևը Ալբանիայի հանդիպումից հետո առաջատանում այդ թեզը, որ գերբն էլ պետք է փոխենք։ Այսինքն Մինսկի խումբը լծարում ենք, սահմանադրությունը փոխում ենք, գերբը փոխում ենք, Արարատ սարը մոռանում ենք եւ մնացածները եւ դրանով գալիս ենք խաղաղության պայմանագիր։ Դա խաղաղության պայմանագիր չի, դա արդեն կապիտուլյացիոն ակտ է։ Եվ Վահե Ղալումյան, քեզ եմ ասում, որ սուտ խոսում ես, ստեր ես կերակրում ժողովրդին, որ դու ինքդ տեղակ ես ամեն ինչից, որ Բերքաբեր գյուղում, կարդամ, Բերքաբեր գյուղում 2016 թվականին եղել է 534 մարդ, 130 տուն։ Բնակարային ծրագրով կառուցվել է մոտ 50 տուն, որից 60-ն են գյուղացիներ։ Գյուղի մակերեսը 11.8 կիլոմետր 1000 քառակուսի մետր, որից երկուսը, որի 900 հեկտարը գտնվում է հակառակորդի տարածքում։ Իսկ դու թիվ 1 ամբիոմից Վահե Ղալումյան հայտարարում ես, որ ձեր իշխանության օրոք այնտեղ եղել է, մինչև ձեր իշխանությունը եղել է 60 տուն եւ դարել է 200 տուն։ 2016-ի դրությամբ եղել է 130 տուն։ Եվ ձեր օրոք, որ այս բնակարանները 50 բնակարան կառուցվել է Բերքաբեր գյուղում, հենց Բերքաբեր գյուղի համար եմ ասում, որ դու ինքդ ես հայտարարում սուտ խոսում ես։ Դե բնականաբար քո տերը սուտ է խոսում, դու էլ պետք է սուտ խոսաս։ Ստերը ես ստիպված եմ ձեր ստերի հետևից գամ ու ձեր ստերը ժողովրդին ասեմ, որ դու սուտ ես խոսում թիվ 1 աբիոմից։ 50 տուն է կառուցվել, որից 50-ի կեսը այլ մարդիկ են, տարբեր տեղերից են եկել կառուցել այդ բնակարանները։ Եվ համար 1 սուտասան, մեր երկրի սուտասանը Բերքաբեր գալուց հետո ժողովրդին խոստացել է, որ 5 միլիոն գումար 16 պլյուս 5 միլիոն հավելյալ գումար է տալու
1 տարի անցել է այդ մարդկանց գումարը միջև հիմա չի էլ տվել։ Այսինքն ձեր որ ստերից խոսամ, ձեր որ ինչի մասին ասեք խոսամ, ինչքան սուտ կա ստերի մասին խոսում եմ։ Վայ Ղալումյան, հիշում ես որ մարզպետ էիր 20 թվականի պատերազմից հետո ես քեզ մոտիկացա ասեցի որ գյուղում այսպես իրավիճակ է։ Մարդիկ ասում են որ հողերը պետք է հանձնեք, ներքին ոսկեպար, վերին ոսկեպար եւ մնացած տարածքները։ Հիշում ես դու լավ կհիշես, ես կարամ ապացուցեմ, որ ասեցիր, դες բան չկա, սուտ են ասում։ Ոչ մի կտոր հողեր չենք հանձնելու, ոչ վերին ոսկեպար, ոչ ներքին ոսկեպար։ Գրավյալ տարածքները մնալու է մեզ։ Ու եկար գյուղ ոսկեպարցիներին, փորձեցիր համոզես, որ տարածք չենք հանձնելու։ Ես էլ ներկա մարդ եմ եղել։ Հիմա կանգնել ես թիվ 1 ամբիոնից ելույթներ ես ունենում, ստերի մասին ես խոսում, Արցախ հանձնելու մասին ես խոսում։ Դուք ձեր ստերի մասին խոսացեք։ Ձեր ստերը այնքան շատ են, որ առավոտից իրիկու խոսամ չեմ կարող ձեր ստերը այդքան թվարկեմ։ Դուք խոսացեք ձեր թրկահապատակ ղեկավարի կողմից, որ Ալբանիայում սուրճ էր հրավիրում Ալիևին, Ալիևը հրամանակով ասում էր գնա, կոպիտ ասած գնա սուրճը դիր գալիս եմ։ Այդ կարգավիճակն եղավ։ Դրանից խոսացեք։ Ես ինքս եմ ամանչում։ Ոչ թե Իրանից եմ ամանչում, այլ իմ ազգի համար եմ ամանչում, որ իմ ազգի ղեկավարը այդ կամիջնում է Ալիևի առաջ։ Ալիևը ում շունն է, ում անասունն է, որ մինչև 18 թվականը չոքած է եղել նախկին նախագահների դեմը։ Հիմա արդեն առյուծ է կտրել։ Այսօր արդեն հողորտում է։ Դե բնականաբար դուք եթե խաղաղություն եք մուրում, նա այլ հողորտա սկսելու է հողորտա։ Եվ հələ մեկ վերցրեք նախկին նախագահների կանանց։ Ժողովուրդ ջան, պարզ հասարակ բան եմ ասում։ Բելա Քոչարյանի մասին եմ ուզում խոսամ, Ռիտա Սարգսյանի մասին եմ խոսում։ Երբևիցե խառնվել են քաղաքականությամբ, երբևիցե նման ոճի հակամված տեսքով դուրս են եկել ժողովրդի առաջ, չէ։ Երբևիցե դրամա հավաք են կազմակերպել, չէ։ Բայց այսօր Աննա Հակոբյանը պետք է 1.5 միլիոն, 1-ից մինչև 3 միլիոն վճարեն մարդիկ, որ գնան իր հասկերությունին մասնակցեն։ Ինչա դա էլ գումարի կաշառքի վերցնելու նոր ձև է։ Այն ժամանակ ասում էին մարդկանցից գումար են շորտում, բայց այս ինչա շորթել չի նշանակում։ Շորթել չի նշանակում։ Գումար պետք է տան երկրի առաջի տիկինին, կոչեցյալին, որ գնան իր հասկերությունին իր հետ մասնակցեն։ Գետինը մտեք, արա, ժողովրդի ջեբից դուրս եկեք։ Ժողովրդի ջեբից դուրս եկեք ու ժողովրդին ստերով մի կերակրեք։ Ես արդեն հոգնել եմ ձեզ ասելով։ Եվ ձեր կատարած սահմանազատումներով եւ շարունակում եք նորից սահմանազատման գործընթացը առաջ տանեք։ Երևի Ալբանիայում թիվ 1 Սուտասանը խնդրում էր, որ ասեմ ժողովուրդ ջան իմացեք։ Դա են առաջ տանում։ Խնդրում են, որ սահմանազատման գործընթացը ժամանակավորապես դադարեցնեն մինչև 2026 թվականը։ Ձեզ կերակրեն ստերով, որ 26 թվականին վերարտադրվեն այս մարդիկ։ Վերարտադրվեն 26 թվականից հետո մնացածները հանձնեն։ Շատ մարդիկ կան մտածում են, ասում են գնդապետ Մաղսուդյանը սրանա պաշտպանում, նրան ես ոչ մեկի չեմ պաշտպանում, ես պաշտպանում եմ իմ հայրենիքը, մտածում եմ իմ հայրենիքի համար, ես մտածում եմ իմ երկրի համար։ Սրանք ամեն ինչ անելու են 26 թվականին վերարտադրվեն։ Խաղաղության մի հատ թուղթ են պայմանագիր միակողմանի ստորագրել տան, որ բերեն կողեն մեր աչքը, ասեն այ ժողովուրդ ջան, տեսեք, մենք խաղաղության ենք գնում։ Մենք խաղաղության ենք գնում։ Ու դրանով ժողովուրդ ջան, ձեզ խափեն, մեզ խափեն, 26 թվականին վերարտադրվեն, մնացած գյուղերը, 4 գյուղը, վերին ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդալու, Տիգրանաշեն եւ անցնեն Վարդենիսի գյուղերը, վերին շորժա, ներքին շորժա, Տրետուկ, Նորաբակ եւ մնացած են գյուղը 9 գյուղ, ասենք չեմ հիշում, ասեմ արագ, իմանաք, այդ գյուղերը, որ Ալիևը ասել է, որ պետք է իջնի Սևանի ապ, բնականաբար իջնելու է,
բոլոր այդ պայմանները կատարելու է Ալիևի, ասեմ իմացեք։ Գերբն էլ է փոխելու, սահմանադրությունն էլ է փոխելու, եւ մնացածները անելու։ Այդ ամեն ինչ անելուց հետո էլ խաղաղության պայմանագիր մեզ պետք չի։ Միանգամից կապիտուլյացիոն ակտ տարեք ստորագրել տվեք Ալիևի մոտ եւ մենք ճանաչենք մեր կապիտուլյացիան։ Եվ միջև երբ պետք է սիրելի ազգ, սիրելի ժողովուրդ, մենք լռենք բոլորս։ Ամբողջ հանրությունը, ամբողջ ժողովուրդը լսում է երևի մի 40-50 ակտիվ մարդ, ովքեր որ այս թրկահապատակ ղեկավարների դեմ խոսում են, այս դավաճանության դեմ խոսում են։ Մնացածը, սիրելի ժողովուրդ, Facebook-ներում կամ YouTube-ներում ընդամենը լսում եք կամ լայքում եք կամ վատ բաներ եք գրում, բայց չեք գիտակցում, որ մենք կախված ենք մազից։ Սրանք մեր ազգը, մեր պետականությունը ուզում են կործանեն։ Ուզում են կործանեն վերջնական։ Ոնց որ իրանք են կործանվել արդեն մարդկայնորեն, բարոյականորեն եւ քաղաքականորեն։ Դա այնպես է ըստեյության կործանվել, որ Աննա Հակոբյանը հրապարակայնորեն այլևս, ասում եմ, այն ժամանակ տան անդամների մոտ ներշրջապատում, հիմա հրապարակայնորեն իրեն քննադատողներին անվանում է ոչի, տխմար, անդաստիրակ, տգետ, չգիտեմ, այս բառապաշարը։ Այդ տգետը իրանք են, իր ամուսինը հայտարարեց, որ մենք տգետ ենք, մենք նույն դասարանում ենք մնացել, հո ես չեմ ասում, տգետներն իրանք են։ Եթե իրանք նույն դասարանում են մնացել, բա ոնց են գնում գյուղերում կամ քաղաքներում կրթությունը նորաձև է մարդկանց կրթում։ Այդ կրթությունը նորաձևը մենք էլ գիտենք ոնց են անում։ Վերջերս նոյեմբերանում Բերթավան գյուղում մարդկանց դպրոցներից բերման ենթարկելով են տարել նստացրել, որ պարտադիր պետք է ներկա ալեք։ Առաջի տիկինը ելույթանում կրթությունը նորաձև է։ Հո գիտենք ոնց եք անում։ Հո գիտենք այդ կրթությունը նորաձև ոնց եք անում։ Մարդկանց ոնց եք բերման ենթարկելով տանում, ստիպողաբար տանում, նստացնում ձեր դասերին։ Եվ մի երկու զոմբիներ տնելում, տեսեք կրթությունը նորաձև է։ Մարդ, եթե ուզում է կրթվի, սկզբից իր տնից է սկսում, իր երեխեքից է սկսում։ Հենց գնացեք ձեր երեխեքին դաստիարակեք։ Ձեր աշոտիկին դաստիարակեք։ Աշոտիկը որտե՞ղ է։ Ինչ է հագնում։ Մի օր Դիլիջանում ապրում, մի օր Արարատում ապրում, տարբեր տեղերում։ Մենք դրանցից սկսեք։ Նոր մտեք մարդկանց ընտանիքները, նոր մարդկանց սկսեք կրթելը։ Դուք մեր կրթություններ, բանակներ, ամեն ինչ վերացնում եք։ Դուք դրան եք տանում։ Քանի որ դուք անգլո-թուրքական ծրագիր եք։ Իրականացնում եք Թուրքիայի ծրագիրը, որ վերջնականապես հայ ազգը եւ Հայաստան Հանրապետությունը հասցնեք զրոյականի։ Շնորհակալություն։